Պաշտոնական Մոսկվան որոշել է Հայաստանում իր ազդեցությունը ավելի մեծացնել։ Վլադիմիր Պուտինն այս նպատակով ըստ ռուսական Վեդոմստի լրատվամիջոցի կրեմլյան աղբյուրների Հայաստանի ուղղությամբ աշխատանքների համակարգող է նշանակել իր աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոին։ Ըստ լրատվամիջոցի Կիրիենկոն նաև թիմ է ունենալու։ Հայաստանի վերաբերյալ նրա հանձնարարությունները կատարելու են ներքին քաղաքականության վարչության եւ հասարակական գործընթացների մոնիթորինգի ու վերլուծության վարչության աշխատակիցները։ Ով է Սերգեյ Կիրիենկոն։ 63-ամյա Կիրիենկոն ծնվել է Աբխազիայում։ 1998 թվականին 36 տարեկանում նշանակվել է Ռուսաստանի վարչապետ, պաշտոնավարելով ընդամենը 4 ամիս։ Հենց այդ ժամանակահատվածում Վլադիմիր Պուտինը նշանակվել է Անվտանգության դաշնային ծառայության FSB-ի տնօրենի պաշտոնում։ 2016 թվականից Կիրիենկոն Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն է, պատասխանատու ներքին քաղաքականության, ներառյալ ընտրությունների կազմակերպման եւ տեղեկատվական քաղաքականության համար։ Ըստ Նավալնի Live YouTube-յան ալիքի, Կիրիենկոն շքեղ առանձնատուն ունի Մոսկվայի ամենաէլիտար եւ փակ բնակավայրերից մեկում։ Ուշագրավ է, որ անմիջապես հարևանությամբ Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունն է։ Կիրիենկոն Եվրամիության երկրների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի սահմանած պատժամիջոցների տակ է։ Դրանք կապված են Ալեքսեյ Նավալնիի թունավորման դեպքի եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմի հետ։ Հայաստանում ռուսական ազդեցության ծավալների ընդլայնման վերաբերյալ բացահայտված տեղեկությունների ֆոնին հիշարժան է դառնում օրերս հայաստանյան մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ Կրեմլում կայացել է Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը։ Այս փաստը Քոչարյանի թիմակից Ագնեսա Խամոյանը Factor TV-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց։ Սակայն եթե հավատանք Վեդոմստի լրատվամիջոցի կրեմլյան աղբյուրներին, ապա նախկին նախագահների աղբյուրի կողմից ռուսամետ բնորոշվող Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ Կրեմլը մեծ հույսեր չի կապում։ Այս պահին հանրապետությունում ռուսամետ քաղաքական գործիչներ չկան բացառությամբ նախորդների Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, ուստի այնտեղ ոչ ոք չկա, որ խոսի Ռուսաստանի անունից։ Կիրիենկոյի խնդիրը Հայաստանում փափուկ ուժի կիրառումն է ռուսական շահերն առաջ մղելու համար։ Ըստ լրատվամիջոցի տեղեկատվական աշխատանքներն արդեն սկսվել են։ Ընտրություններին մոտենալուն պես կդրվեն նոր խնդիրներ։ Հիշեցնենք, Հայաստանի խորհրդարանը քաղաքացիների ստորագրությունների հիման վրա քննարկեց եւ մարտին ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Ըստ հրապարակման Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը հատկապես արևմուտքի հետ հարաբերությունների խորացման ուղղված քայլերն անհանգստացնում։ Հայաստանի ղեկավարությունը գնալով ավելի է թեքվում դեպի արևմուտք, ինչը անընդունելի է Ռուսաստանի պետական քաղաքականության տեսանկյունից, լրատվամիջոցին ասել է աղբյուրներից մեկը։ Հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը կարծում է, որ տարբեր գործողությունների եւ սադրանքների միջոցով փորձ է արվելու փոխել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրողությունները։ Բոլորովին չեմ կասկածում, որ մեկ այլ շերտի են փորձելու հնարավորինս խփել, հատկապես Հայաստանի արտաքին դիրքավորման տեսանկյունից։ Հայաստանը, Եվրոպական միությունը դիտարկում է գոնե տարածաշրջանում այս պահին համեմատաբար ավելի ժողովրդավար պետություն։ Եվ հիմա ինչը պիտի հնարավորինս, այսպես ասած, թիրախավորեն ժողովրդավարության եւ ժողովրդավարական ինստիտուտները։ Որպես դեսպան Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարությունները կատարած Էդմոն Մարուքյանի Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը թեև վտանգավոր է համարում Ռուսաստանի Հայաստանի վրա ազդեցությունը մեծացնելու համար մեկնարկած գործընթացը, սակայն նաև կարծիք է հայտնում, որ դրա այլընտրանքը թուրք-ադրբեջանական ազդեցությունն է։ Իհարկե վտանգավոր համարում եմ, բայց առավել վտանգավոր եմ համարում Ադրբեջանի ուղիղ միջամտությունը մեր ներքին գործերին, Թուրքիայի ուղիղ միջամտությունը մեր ներքին գործերին։ Ցանկացած արտաքին ազդեցություն սուվերեն պետության համար բացասաբար է ազդում։ Պարզապես այնպիսի իրավիճակում է Հայաստանը հայտնվել, որ կամ պետք է ընդունի Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցությունը մեր ներքին հարցերում, կամ Ռուսաստանինը։ Գայանե Աբրահամյանի խոսքով Մոսկվայի առաջնահերթությունն է ցույց տալ, որ Հայաստանը ընդհանրապես ժողովրդավարական երկիր չէ, ինչը կարող է խզում առաջացնել Հայաստան-Եվրոպա հարաբերություններում։ Հատկապես վստահ եմ, որ Կիրիենկոյի ներգրավումը, եթե այստեղ լինի, շատ այդպես բազմաշերտ եւ ոչ ուղիղ գծային վերլուծությամբ է լինելու այս բոլոր հիբրիդային հարձակումները, այսինքն մենք կարող է այդ կորելացիաները շատ ոչ միանշանակ վերլուծության արդյունքում միայն հասկանանք, այդ առումով շատ ավելի վտանգավոր է։
Հայաստանի վրա ազդեցությունը մեծացնելու նպատակով Կրեմլի քայլերի վերաբերյալ պաշտոնական Երևանից պարզաբանում ստանալ չհաջողվեց։ Վարչապետի եւ արտաքին գործերի նախարարության աշխատակազմերը մեր զանգերն անպատասխան թողեցին։ Մինչ այդ հիշեցնենք, մայիսի 9-ին սպասվում է Փաշինյանի այցը Մոսկվա։